Գանք Ռուսաստանի։ Խնդրեմ։ Սա ինչ-որ միֆ կա։ Այո։ Անդադ Facebook-ում դա Ես էլ եմ տեսել։ Դու ուզում ես ասես, որ Պուտինի իր դաշնակցային հանձնում է, չէ՞։ Իրանը Պուտինի դաշնակիցը չի։ Նախ սկսենք տեղից։ Ռուսները աշխարհի լավագույն դիվանագետներից են։ 19-րդ դարից սկսած այդպես գալիս է։ Հիմա մի քիչ այդ դիվանագիտությունը մի քիչ տուժել էր։ Այսինքն մեր ԱԳՆ-ն չի։ Իրենք շատ լավ հասկանում են ինչա կատարվում։ Իրանք Իրանին չեն աջակցելու այաթոլաների ռեժիմի համար իրենք իրենց չեն վտանգելու։ Իրենց մեծ հաշվով կարող է այս ամեն ինչը շատ ձեռնտու լինել։ Նավթի գնի բարձրացում, եթե նավթի գինը դառնա $100, Ռուսաստանում սարյոտ կխփեն։ Ուրախությունից։ Իրենց համար շատ լավ է ուշադրությունը շեղվում է ուկրաինական ռազմաճակատից։ Իրենց շատ ձեռնտու է, որ Թրամփը հետևելով իր օրինակին ոչնչացնում է միջազգային կարգու կանոնը, որտեվ ինքն էլ է չէ արել դա։ Այո։ Ղրիմը անեքսիա ենթարկել։ Ուկրաինայի ինքնիշխան տարածքներ խոժել եք, դա ինքներս մեզ չկեղծենք, այդ ամեն ինչը եղել է։ Ինքներն ասում են դու Յուգոսլավիա մարեցիք դա մարել ես անում։ Հիմա սա է անում, ասում որ դուսեց էլի կարամ անում։ Բայց դա չի նշանակում որ մի անգամից հիմա Ուկրաինայում բան կարա փոխվի, դեռևս Ուկրաինան այլ աղբյուրներից սպառազինություն ստանում, այս պատերազմի համար այլ հələ դեռևս ամեն ինչ չի խառնվել իրար, եթե Միացյալ Նահանգները չի մտել շատ երկարատև պատերազմի մեջ, բայց Ռուսաստանը վստահաբար հասկանում է ինչ անում եւ ես մի բան էլ ասեմ, Ռուսաստանին Պուտինին ավելի հոգեհարած ովքեր են։ Արևմուտքը։ Դա ինչի պետք է այաթոլաների համար ինքն իրան վտանգի։ Բոլորն ասում են որ նա արևմտամետ գործիչ։ Երբ որ սեպտեմբերի 11-ից հետո Միացյալ Նահանգները աշխարհում terroristների որսեր սկսել, դու ամենաառաջին երկրներից մեկը որ աջակցելու ցանկություն ունեցավ, դա Ռուսաստանն էր։ Ու Իրանի միջուկային ծրագրի ամենամեծ ճշնամիներից մեկը նաև Ռուսաստանն էր։